Այսօր ես դառնալու եմ շեֆ խոհարար 24 ժամով։ Ամեն անգամ քաղցած իրենից պտտելու եմ առեղծվածային անիվը, որի վրա գրված են տարբեր ուտելիքներ։ Որ ուտելիքն ընկավ, դա էլ պարտավոր եմ սարքել։ Ամեն փուլում իմ ընկեր Ռաֆոն կհամտեսի պատրաստածս ուտելիքները եւ ինձ կտա միավոր։ Գնահատական չես տալիս։ Բայց ես պետք է հնարավորինս լավ պատրաստեմ, որովհետեւ եթե ուտելիքները համեղ չստացվեցին եւ դուր չեկան Ռաֆոին, ապա վիդեոյի վերջում պետք է անեմ պատիժը։ Ինչն է լինելու է Ռաֆոյի ձեռքով պատրաստած շատ զզվելի եւ առեղծվածային դեսերտ, որը պարտավոր եմ համտեսել։ Այնպես որ պետք է լավ տրամադրվել, որ հնարավորինս համեղ պատրաստեմ այսօր։ Այո, այսօր կրկին Կարոն խոհարարա դառնում 24 ժամով։ Իմ ձեռքում գտնվում է արդեն այսօրվա նախաճաշերը։ Հենց նոր քնից արթնացել եմ, սոված մեռնում եմ, այնպես որ եկեք արագ պտտենք եւ հասկանանք, թե ինչ նախաճաշ եմ այսօր պատրաստելու եւ ես ու Ռաֆոն միասին փորձարկենք։ Հուսանք նորմալ կպատրաստեմ այսօրվա ուտելիքները ու չես լցնի գլխիս Ռաֆ։ Չէի մտածել դրա մասին, բայց հա, կարելի է դրանց եթե դուրը չգա կլցնեմ գլխի։ Ես գիտեմ, որ լցնելու ես գլխիս, դրա համար եմ ասում չլցնես գլխիս։ Գնացինք 3, 2, 1 Եվ վաֆլի, օրը վաֆլի? Վաֆլի ոնց ենք սարքելու։ Բասի վաֆլի համար մեզ հատուկ սարք է պետք, որի մեջ խմոր պետք է սարքենք, դնենք ու չորացնենք։ Բարդ է լինելու Ռաֆ։ Շարժվում ենք խանութ վաֆլի խմորի համար հատուկ բաներ գնելու։ Թե ինչ մտնում ենք բոլորիս կողմից այդքան սիրված Walmart խանութը եւ կատարենք նախաճաշի գնումները։ Վերջում վաֆլի վրա լցնելու համար մեզ պետք է հատապտուղներ, վերցնում ենք հապալաս, ազնվամորի եւ վերջում մոշ։ Նաև պարտադիր վերցնում ենք բանան։ Մեզ անհրաժեշտ է շաքարավազ վաֆլիի համար, պարտադիր ալյուր, ես իսկապես չգիտեմ սրատակից ոնց եմ դուրս գալու, բայց պարտավոր եմ սարքել, բարդ է լինելու։ Վաֆլին քաղցրացնելու համար վերցնում ենք հատուկ սիրոպ, որը վերջում պետք է լցնենք վրան, եւ ամենավերջում վերցնում ենք ձուղ խմորը պատրաստելու համար։ Շարժվում ենք տուն։ Մինչ տուն գնալը ինձ պարտադիր պետքա խոհարարի շորեր։ Գնում ենք ման գանք, հուսանք կգտնենք քոքնոց եւ հատուկ գլխարկ։ Գտանք, խնդրում եմ միացտեղ նայեք, այս այա մեզ պարտադիր պետք եւ գոքնոց։ Գնացինք այսօր Կարոն 24 ժամով շեֆ փովրա։ Այս սրանք որ հագնեմ տրամադրվելու եմ ու ահա որ համով սարքեմ։ Գնացինք։ Ես արդեն տանն եմ, իմ արջև գտնվում է վաֆլի պատրաստելու համար ամեն ինչ, բայց այդտեղ մի բան չի։ Մի վարքյան։ Այ հիմա վերջ, ես արդեն օֆիցիալ 24 ժամով դառնում եմ խոհարար եւ իմ ձեռքով պատրաստում եմ մեր այսօրվա սնունդը։ Ինչպես տեսնում եք, վաֆլի պատրաստելու համար այսենց սարք ունեմ, որը մամայից խնդրել եմ, բայց սա մեզ ընդհանրապես չի օգնի, եթե խմորը լավ չսարքենք։ Դրա համար կյանքում առաջին անգամ կփորձեմ պատրաստել վաֆլի խմոր։ Քանի որ ես գաղափար չունեմ, թե ոնց են սարքում վաֆլի խմոր, դրա համար հիմա միասին Google-ով կգտնենք վաֆլի պատրաստելու ամենահամեղ մեթոդը ու նոր կանցնենք գործի, որտեղ ինքնագլուխ հաստատ չեմ լավ չի ստացվի։ Վաֆլի, բելգիական վաֆլի, այն հայտնվել է դեռ 18-րդ դարում Բելգիայի փոքրիկ քաղաքներում։ Դրանք սկզբում վաճառվում էին փողոցներում, փառատոների ու տոնակատարությունների ժամանակ։ Վաֆլիները հայտնի դարձան իրենց խրխրթան արտաքնով եւ փափուկ օդային միջուկով։ Okay, այս տեքստը կարդալուց շատ ուսուցողական էր, իմացանք վաֆլի պատմությունը, բայց սա ինչ չի օգնում, որ իմանամ բաղադրությունը, ինձ բաղադրությունն է պետք։ Ես գոռում։ Լավ եմ անում, չգոռամ։ Ներվային անում եմ, որ ես Google-ին գնում եմ, ասում եմ ինձ բաղադրություն, դու ինքնից պատմությունն է տալի։ Ինձ բաղադրությունն է պետք։ Վերջապես գտա բաղադրատոմսը, արդեն կարող ենք սկսել պատրաստել։ Ուրեմն գրված է 1.5 բաժակ ալյուր։ Գնացինք։ Սա 1 բաժակ, մեզ կես բաժակ էլ է պետք։ Սա էլ հաջորդ կես բաժակը։ 2 ճաշի գիտար շաքարի փոշի։ Ավելացնում ենք ձու։ Ու ասենք մի քիչ պիտի ձվի վրա անես, որ ձուն հասկանա, որ ինքը հեսա խմոր է դառնալու։ Ավելացնում ենք 3 թեյի գիտար ձեթ։ 1, 2 եւ երրորդը։ Դե ինչ։ Խի, բերես շլոր գցեց ալյուրի մեջ։ Ոնց գցել ես մեջը, տենց է կեր, ալյուրոց շլոր։ Պատիժ քեզ։ Կեր։ Լավն էր ալյուրոց շլորը, հավանեցիր։ Այ աննշան ալյուր ենք ավելացնում շլորի։ Կար մամաս անկեղծ չի թողում ալյուր ուտեմ։ Մամա չի թողում։ Զանգի հարց է, թե թողի կուտեմ։ Կզանգեմ։ Դե զանգի մամայից հարցրա։ Կտենաս որ թողելու է։ Մամա մի հատ արագ հարց տամ։ Կթողես ալյուր ուտեմ։ Իհարկե ոչ։ Խի։ Ստահեն դու չես ուտում ալյուր։ Բայց հիմա կթողես ալյուր ուտեմ։ Կեր։ Լուրջ։ Ինչ ա եղել։ Ալյուր ուտեմ։ Մինչև մամա չասեր չէր ուտի։ Всё, սրանից դու ձևը իմացանք, մամայիդ ենք միշտ զանգելու, թող մամա տասի ինչ անես։ Ախ, ձերս արա, ձերս փոկեցի։ Շարունակում ենք։ Ավելացնում ենք 2 բաժակ ջուր։ Սա 1։ Սա էլ երկրորդ բաժակը։ Փորձում ենք արդեն խառնել։ Մենակ թե լինի։ Ես խիստ կասկածներ ունեմ, որ ինձ մոտ լավ է ստացվելու։ Կլինի Ռաֆ, ինչ ես կարծում։ Հա, չի լինի։ Չէ։
Աշկից Google-ը մեզ խափել է, խնդրում եմ ստեղ նայեք ինչ կարգի ջրիկ ա եղել։ Ջուր ա լրիվ։ Մի քիչ եկեք խառնենք հələ։ Ժողովուրդ, ես սխալ էի հասկացել, ոչ թե 2 բաժակ, այլ կես բաժակ է պետք։ Խնդրում ստեղ նայեք, լրիվ փչացավ, սա ջուր ա, սա չի լինի։ Ձեռքս չի գնում, բայց ստիպված եմ սա թափել ու ամենասկզբից նորից սաղ անել։ Նայ հիմա նորմալ պինդ խմոր ա ստացում, թե չեն ինչ էր արա, ջուր էր։ Էսի հաստատ կլինի։ Մի փոքր ձեթ ենք այստեղ անում։ Օժո։ Օրա թափվում ա կողքերից։ Օրա լավ։ Շատ լսրեցի, նայեք, սա կողքերից դուրս է գալիս։ Ասա Կարո ջան, մամայիդ ասա թոք համար ուտելիք սա։ Ինչ մի 24 ժամ խոհարար, 24 ժամ խոհարար, այ սենց ա լինում, որ ես դառնում եմ խոհարար։ Դե հարամ եղավ սաղ։ Մնում ա ներսինը նորմալ վաֆլի դառնա։ Հիմա ինչ անեմ որ փնթիություն եղավ։ Խնդրում եմ միած ստեղ նայեք ինչ տիպի ա կողքերից թափվել։ Եկեք տեսնենք ինչ եղավ վերջը։ Օժո։ Օրա շատ թույն ա եղել, եկեք թողենք մի քիչ էլ չորանա էլի։ Բայց հպարտ եմ ինձ անում։ Մնում ասած փնթիավարի չթափեի կողքերը, թե չէ մնացած շատ լավ ա։ Կարծում եմ արդեն ամբողջովին պատրաստ ա։ Հələ խնդրում եմ ստեղ նայեք, ասենք իդեալական ա ստացվել։ Փորձենք մեջից հանենք արդեն։ Օժո, հավատս չի գալի Google-ի օգնությամբ ես հենց նոր կարողացա իմ ձեռքով ինքնուրույն պատրաստել վաֆլի։ Նա ծափերը ուր են, ծափերը։ Դարի շեֆ խոհարարն եմ։ Վերջապես եկավ վաֆլին ամբողջացնելու ժամանակը, վրան պետք է լցնենք այս հատապտուղները, բանանը եւ վերջում քաղցր սիրոպը։ Ոնց չուտես այս հիասքանչ նախաճաշը։ Տեսքը շատ լավ ա լինում, մնում ա համեղ լինի, թե չէ քիչ միավոր եմ ստանալու ու վերջում ուտեմ պատիժ դեսերտը Ռաֆոյի կողմից։ Խնդրում եմ միած ստեղ նայեք, այս բոլոր արանքները հապալաս եմ մտցնում, նայեք ինչ սիրուն ա լինում։ Ավելացնում ենք մոշը։ Խնդրում եմ Աստված ջան մենակ համով լինի։ Եվ վերջում ավելացնում ենք բանան։ Վերջապես եկավ ամենավերջին կարևոր հատվածը, այս սիրոպը լցնելու ժամանակը։ Գնացինք։ Օրո։ Զեց։ Խնդրում եմ միած ստեղ նայեք։ Ես ապշած եմ։ Ես պետքա շեֆ խոհարար դառնայի, խեմ բլոգեր դառնալ։ Դե հարամ եղավ սաղ։ Ինչ մի 24 ժամ խոհարար, 24 ժամ խոհարար։ Չէ լուրջ ասեք որ ձեռքիցս ամեն ինչ գալիս է, մեծ ստեղ նայեք, չէ։ Ես իսկապես հպարտ եմ ինձանով, մնում ա համեղ լինի։ Դե ինչ, փորձում ենք։ Ստոպ, ձեզ եմ ներկայացնում երկար սպասված կարոժնի կոները։ Ինչպես սովորական կարոժնին, կոները նույնպես չունեն ոչ մի քիմիական հավելումներ եւ պատրաստված են միայն ու միայն բնական բաղադրիչներից։ Դե վրայի գույնն էլ բնական է եւ պատրաստված է գազարից։ Շտապիր փորձել։ Որոսանշեմ։ Հավատակ ես ապրանքանիշի շապիկներն էլ արդեն ունեն նոր դիզայն։ Շապիկի վրա կարող եք տեսնել այս տարվա իմ վիզիոների խորհրդանիշները։ Օրինակ հավայան կղզիների պայմանները, նույնիսկ Ստյոպն աստեղ ժողովուրդ Ստյոպը, Բարբին եւ Քուինների նավը անպակաս են։ Արդեն հասանելի է բոլոր զանգագրատներում, շտապիր ձեռք բերել։ Հուսանք համով ա լինելու։ Համով էր։ Ես չեմ կերել։ Անկեղծ լարվում եմ, մի հատ գնահատական ասա, ոնց էր։ Մի քիչ քացախի համա գալի, բայց ամի ապուշացի քացախ չեմ գցեմ մեջը։ Այժմ ես եմ փորձում։ Շատ համով էր, չէ՞։ Լուրջ համով ա։ իրոք համով ա։ Իրոք շատ համով ա։ Շատ չէ, բայց համով ա։ Ես կտամ 10-ից 9։ 10-ից 10 չէ, որովհետև մի քիչ կուզեի խրխրթան լիներ, թե չէ մնացած ամեն ինչը իդեալական էր։ Դու ինչքան կտաս։ 10-ից 8, որովհետև շատ խրխրթան էր, կուզեի մի քիչ փափուկ լիներ։ Այսինքն Բերանս ճղեց։ Եթե ինչ կատականում։ Պարտադիր պետքա իմ ասացի հակառակը, չէ՞ ասես, Ռաֆ։ 10-ից 8։ Մի խոսքով առաջի փուլում դու ստանում ես 8 միավոր։ 8 միավոր։ Իսկ թվում է շատ լավ, առաջին փուլի համար 8 միավորը, հուսանք մյուս փուլերում էլ բարձր միավորներ կստանամ ու վերջում չեմ ուտի Ռաֆոյի ձեռքով պատրաստած զզվելի դեսերտը։ Ինձ հաջողություն հաջորդ ուտելիքները պատրաստելու ժամանակ։ Հուսանք լավ կպատրաստեմ։ Մինչև կսովածանամ ու կպատրաստեմ մյուս ուտելիքը մի քանի ժամից, այդ ընթացքում առաջարկում եմ մեկ անգամ եւս պտտենք անի եւ տեսնենք այս ընթացքում ինչ սնեյք արժի պատրաստել մի փոքր զբաղվելու համար։ Այստեղ ունեմ գրված աղով շլոր, որը ես ահավոր շատ եմ սիրում, լիմոնով վարուն, գազար լիմոնով, peanut butter-ով խնձոր եւ տապակած բանան։ Պատկերացնում եք։ Պտտենք եւ տեսնենք թե ինչ է ընկնելու։ Եվ աղով շլոր։ Այո, արա ես գժվում եմ շլորի համար։ Իսկ թե ինչի եմ գժվում, քանի որ մի պարզ բառով շլորը թթու է։ Այո, ես ահավոր շատ եմ սիրում թթու բաներ։ Վերցնում ենք շլորը, վրան անում ենք մի փոքր աղ։ Գնացինք։ Ես ինչքան եմ ես սիրում շլոր։
Էս ինչ համով էր։ Շիլոր սիրողներ մեկնաբանությունների բաժնում արձագանքեք։ Նախաճաշից հետո ուղիղ 3.5 ժամ անցել է, արդեն հասցրել եմ սովածանալ։ Ինձ թվում է արդեն ճաշելու ժամանակն է։ Այս անգամ առեղծվածային անիվի փոխարեն իմ ձեռքում գտնվում է այս տարան, որի մեջ գտնվում են տարբեր թղթերով ուտեստներ, այնպես որ սա հիմա այսպես կխառնենք եւ պատահականության սկզբունքով մի հատ թուղթը կքաշենք։ Այս մեկը։ Մենակ խնդրում եմ շատ բարդ բան չլինի, որ կարենամ սարքեմ։ Եվ ձուկ եւ բրինձ։ Հեշտը հաստատ հեշտ չի լինելու, բայց կարևորը հետաքրքիր բան անկել։ Սովորական ձկան փոխարեն կարելի է հետաքրքիր ինչ-որ տարօրինակ մեծ ձուկ գնալ եւ գնել։ Ուղղակի վստահ եմ, որ այդպես 1000 անգամ ավելի հետաքրքիր կլինի։ Գնում ենք ձկան խանութ։ Դե ինչ, ես արդեն գտնվում եմ ձկների խանութում։ Բավականին շատ ձկներ են գտնվում իմ հետևում։ Հիմա պետք է հասկանանք, թե որ ձուկն է ամենահետաքրքիրը լինելու, որ իմ ձեռքով այսօր սարքեմ։ Օրինակ, այս մեկը խնդրում եմ նայեք։ Տեսքը նայեք, տապակ ձուկ է դեղին պոչով։ Ինձ թվում է բավականին հետաքրքիր կլինի, բայց մի փոքր եկեք շրջենք։ Օրալ էս մեկի աչքերը նայեք։ Ինչ է կարծում արժի։ Իդեպ եթե սիրում ես ձուկ ուտել, ապա մեկնաբանությունների բաժնում դիր քո կողմից պլյուս, իսկ եթե չես սիրում դիր մինուս։ Ինձ իսկապես շատ հետաքրքիր է, քանի որ ես ահա որ շատ եմ սիրում ձուկ, իմ ամենասիրելի ուտեստն է։ Տեսնեմ ձեզանից ով է սիրում, ով ոչ։ Խնդրում եմ մի հատ ստեղ նայեք, ժողովուրդ ողջ կրաբը, հələ մի հատ գույնը նայեք, կապույտ գույն է։ Եթե ցանկանում եք այստեղից գամ եւ փրկեմ այս կրաբերից մեկին, փորձեմ սարքեմ իմ նոր ընտանի կենթանին ինչպես են լոբստերին մեծ, ապա անպայման մեկնաբանությունների բաժնում գրեք, որ ցանկանում եք, խոստանում եմ, որ կգամ կգնեմ այս կրաբից եւ իր համար կփորձենք առանձին ակվարիում սարքել եւ փորձել փրկել իրեն։ Ինչ ես կարծում, ռապ արժի սրանից սարքել։ Ոչ։ Բայց հələ խնդրում եմ ստեղնա, ես sense ձուկ կյանքումս չէի տեսել։ Հələ գույնը արա, դեղին է, բա հələ աչքը նայեք, Աստված իմ։ Լեզուն նայ արա, լեզուն։ Առաջարկում սա վերցնենք, ինձ իսկապես շատ հետաքրքիր է, թե ինչ է լինելու այս ձկան համը։ Հուսանք համեղ կկարողանամ պատրաստել։ Չեմ համբերում երբեմ սարքելու։ Անկեղծ ասած մի քիչ տհաճ է այս բային, որ իմ ձեռքով եկել եմ ձուկ գնեմ ու գնամ պատրաստեմ, բայց ինչ արած դա եմ քաշել։ Մեկ ձկան փոխարեն կպատրաստեմ 2 ձուկ, իսկ երկրորդը սա կլինի։ Իսկապես չգիտեմ ոնց եմ գլուխ հանելու այս 2 ձկներից։ 2 ձկներին իրար հետ տվեցի $20։ Գնացինք պատրաստելու։ Ես արդեն տանն եմ գտնվում իմ 2 ձկների հետ միասին, բայց դուր եմ ասում գաղափար չունեմ ոնց եմ սրանք եփելու դրա համար, որ համեղ ստացվի, ինձ օգնության է հասնելու։ Դիմավորեք, մայրիկիս։ Չգիտեմ խի այս ձկներն եմ որոշի առնեմ ու լուրջ եմ ասում մենակով չեմ կարող, պետք է օգնես։ Մինչև ձկներին եփելը, այս ընթացքում եկեք բրինձը եփենք, քանի որ բրինձ եւ ձուկ էի քաշել։ Բրինձին ավելացնում ենք կարագ։ Բրինձը դնում ենք կրակին, մինչև եփվի սկսում ենք ձուկը պատրաստել։ Ահա որ հոտ է գալիս, մի հատ առաջինը լվանք ձկները, նոր սկսենք։ Հայ ահա որ հոտ է։ Խնդրում եմ լեզուն նայ, Աստված։ Էս ինչ մեծ է բերանը։ Չեմ հավատում, հələ ստեղ նայեք։ Այս ինչ հոտ է գալիս։ Այժմ ինչպես տեսնում եք մաքրում ենք ձկան թեփուկները։ Այսինքն լավ պետք է մաքրվի ձկան թեփուկները։ Արդեն ուղիղ 10 րոպե է այս ձուկն ենք մաքրում ու ասեմ ձեզ սենց բարդ մաքրվող ձուկ դեռ երբևէ չենք տեսել։ Ահա որ դժվար է։ Թեփուկների մեծությունը նայեք։ Մամեծ ձկան ցեղատեսակի պատմությունն եմ գտել, հիմա ցանկանում եմ պատմեմ։ Իսկ հիմա քեզ էլ ու հետևորդներին էլ կհետաքրքրի։ Ուրեմն ձուկը կոչվում է կարինակոտ, այս ձուկը հայտնի է իր ոսկեգույն փայլով, որովհետև այտենց փայլով ձուկ չկա, սա միակն է։ Այս ձուկը հաճախ պատրաստում են ածուխով գրիլի վրա կամ թավայի մեջ։ Ասում են, որ կարինակոտ ձուկը եղել է արքայական ուտեստ Հնդկաստանում եւ Պորտուգալիայում, իսկ այսօր այն հասանելի է մեր խոհանոցին։ Պատկերացնեք ժամանակին միայն թագավորներն են կերել այս ձկից։ Հենց սկսում ենք, դավայ։ Առաջարկում եմ հետաքրքիր ձևով պատրաստել այս ձուկը։ Արդեն կտրում ես, շուրջ սրտիցս արուն է կաթում, բայց նենց եմ ուտելու։ Անկեղծ սա ես չեմ կարող անել, դրա համար ավելավա մամանանի մնացածը նոր ես կշարունակեմ։ Նա ինչ եմ անում, ողնաշարը թողում եմ էսենց։ Օ, զեց։ Արդեն սկսում ենք կտրատել ձուկը։ Մամ լուրջ կուզեի ես անեի, ուղղակի ես ռիսկ չեմ անի, հիմա ես ամեն ինչ անեմ, ինչը դու ես անում։ Հիմա աղ ենք անում։ Ողնաշարին խի ես աղ անում։ Էս ո՞վ է ուտելու։ Այն մա դու սպասի էլի կար։ Ինչ անում, ասենք։ Ես էլ եմ միանում խրախճանքին եւ ավելացնում եմ սև բիբար, հաջորդ կողմը նույնպես։ Նա ինչ է անում։ Այս ընթացքում ինչպես տեսնում եք բրինձը արդեն պատրաստ է, արդեն պետք է արագացնենք։ Ձուկը թաթախում ենք խմորի մեջ, ըհը, այդտենց։ Հիմա չոփով կամրացնենք այս մասը եւ գլուխը։ Դե ինչ եկավ ձկան ողնաշարը եւ գլուխը տապակելու հատվածը։ Գնացինք։ Սպասենք այնքան մինչև կտապակվի։ Մինչ ձկանային հատվածը կտապակվի, այս ընթացքում պետք է պատրաստենք ֆիլեները։ Դու ես անում էլի մամ, սա դու արեցիր, ես եմ 24 ժամ շեֆ խոհար, վերցրի սա քո ձեռը։
Արա էս ինչ դժվար գործած ձկան կաշին հանելը։ Այս sense կաշին հանում ենք ձկան վրայից։ Այժմ միասին մարացնում ենք ձկան ֆիլեի հատվածները, այս sense։ Եկավ համեմելու պահը, գնացինք բիբար ենք լցնում, այնուհետև կարմիր բիբար եւ ամենավերջում աղ, ընտիրա։ Այժմ ալյուրով խառնում ենք, որպեսզի տապակենք։ Այժմ եկավ բրինձը ձևավորելու ժամանակը, լցնում ենք այստեղ։ Մի փոքր սեղմում ենք։ Օլո, այս պատրաստ է արդեն։ Պստեց։ Չեմ հավատում, ձկան մի մասը արդեն պատրաստ է։ Գնանք ֆիլեն տապակելու։ Եկավ ֆիլեները տապակելու ժամանակը։ Վերջապես պատրաստ է։ Հələ խնդրում եմ տեսքը նայեք։ Ահա որ անուշ հոտ է գալիս։ Մի փոքր կանաչի ենք լցնում վրան։ Այս ինչ կարգի ախորժելի տեսք ունի։ Ձկան կողքը պարտադիր պետքա լինի լիմոն, քանի որ առանց լիմոն ծովամթերք չի լինում, պարտադիր լիմոնով, այսպես։ Ահա եւ վերջ ձուկը պատրաստ է, գտնվում է մեր առջև, եկավ վերջապես փորձելու ժամանակը։ Ճիշտ է, մի քիչ շատ եմ դաղալություն արել, մենակով չեմ պատրաստել, չնայած որ միայնակ պետքա պատրաստեի, բայց դե ճարս ինչ ես կյանքում միայնակ ձուկ չի պատրաստել։ Դրաֆից դու պատրաստվի, որ պետքա անկեղծ գնահատական տաս, քանի որ ամեն ինչ քո գնահատականից է կախված։ Եթե վիդեոյի վերջում հավաքածս գնահատականները 20-ից պակաս լինի, ապա պարտավոր եմ ուտել Ռաֆոյի ձեռքով պատրաստած զզվելի դեսերտը։ Վերջապես եկավ ուտելու պահը, պատրաստեք։ Պատրաստ ենք։ Գնացինք, առաջինը մամ դու պետքա փորձես։ Վերցրա։ Եվ անկեղծ կարծիք։ Ասա, բայց անկեղծ։ Ընտիր, հեսա 10-ից ինչքան։ 10-ից 10։ 10-ից 10։ Անհամբեր եմ արդեն։ Ռավ, հիմա դու ես։ Լուրջ շատ համա, պետքա ուտես, խնդրում եմ։ Հերթով ենք փորձում։ Հեն ոնց էր։ Գնահատական չես տալիս։ Հələ չէ։ Վերջում, հա։ Լավ, սպասեք, ես էլ ուտեմ, վերջում մեր գնահատականները կտանք։ Մաման 10-ից 10 է ասել։ Խնդրում եմ ստեղ նայեք։ Գնացինք։ Օլո, չէ, հաստատ 10-ից 10։ Օլո, շատ համով էր։ 10-ից 10։ Հաստատ։ Ժողովուրդ, իսկապես հրաշալի էր համը։ Օֆիցիալ կանարիկո ձուկը դասվեց իմ ամենասիրելի ձկների շարքին։ Շատ համեղ էր։ Հերթը ասավ այս մի ձկանը։ Գնացինք։ Վերցնում ենք աղը և գնաց։ Դե ինչ տապակում ենք։ Աղ, ձեթը, ես խնդում։ Այս մեկը զուտ հավեսի համար էր, չենք գնահատի, ուղղակի կփորձենք, գնացինք։ Օլո, վերջն է։ Օլո, եսի 10-ից 20, սենց ասեմ, շատ համով է։ Այսքան սննդի մեջ միանշանակ պակասում էր չեներգետիկը։ Ձեր կենաստ եմ ցանկանում խմել։ Անչափ շնորհակալ եմ բոլորիդ, որ դիտում եք YouTube-յանը սարիքի բոլոր վիդեոները, իսկապես ես ամենահարուստ մարդն եմ, որ ունեմ ձեզ։ Ձեր կենացը։ Եթե փորձել ես չեներգետիկի նոր համերը, ապա մեկնաբանությունների բաժնում գրիր, թե որն ես ամենաշատը սիրել՝ մոխիտոն, թե բաբլգամը։ Սպասում եմ ձեր մեկնաբանություններին։ Ինչ ասեմ, սպասենք, որ եւս մեկ անգամ ծովացանանք, երի թուղթ քաշենք եւ տեսնենք, թե այս անգամ ինչ ենք պատրաստելու։ Բավականին անցել է արդեն ժամը գիշերվա 9-ը, ես էլ Ռաֆոն էլ արդեն սոված ենք, դրա համար եկավ կրկին քաշելու ժամանակը, տեսնենք, թե ընթրիքի ժամանակ ինչ ենք ուտելու։ Մենակ հեշտ բան լինի, արդեն լուրջ վրես հայ չկա։ Լցոնված կարտոֆիլ։ Արա լցոնված կարտոֆիլ։ Ժողովուրդ, տարիներ առաջ որ Հայաստանում էի ապրում, իմ ամենասիրելի ուտելիքներից մեկն է եղել լցոնված կարտոֆիլը։ Դրա համար հիմա միասին ուղևորվում ենք խանութ, գնենք բոլոր անհրաժեշտ պրոդուկտները լցոնված կարտոֆիլի համար եւ գանք ու պատրաստենք այդ նոստալգիկ ուտելիքը։ Գնացինք։ Դե ինչ լցոնված կարտոֆիլի համար մեզ անհրաժեշտ է շատ մեծ հսկայական կարտոֆիլ, որը այստեղ է գտնվում։ Խնդրում եմ չափսերը նայեք։ Ինձ թվում է ավելի մեծ է կարող ենք գտնել։ Այս մեկը ինչպես տեսնում եք հարմար է պատրաստելու համար, որ այս մազից կարող ենք կտրել եւ կարտոֆիլի ներսում լցոնել։ Ես այս մեծ կարտոֆիլ չէի տեսել Ռավ։ Երկրորդը կվերցնենք սա, պետքա ամենամեծը գտնել։ Եվ ամեն պարագայում երրորդն էլ կվերցնենք ապահովության համար։ Լցոնած կարտոֆիլի ներսում պարտադիր պետքա հնդկահավ անենք։ Դրա համար կվերցնենք սա։ Մեզ անհրաժեշտ է մոցարելա պանիր, կարտոֆիլի ներսում պարտադիր պետքա լինի բոլոր եւ եգիպտացորեն։ Այն են սոված եմ, էլ չեմ համբերում երբեմ սարքելու լցոնած կարտոֆիլը ու խժռենք, ահա որ սոված եմ։ Սրանք էլ մեր հսկայական կարտոֆիլները։ Դե ինչ գնացինք լցոնած կարտոֆիլը պատրաստելու, ահա որ ոգևորված եմ։ Ես արդեն տանն եմ, իմ առջև գտնվում է հսկայական կարտոֆիլները։ Կարտոֆիլները դնում ենք այստեղ եւ ուղիղ 1 ժամով դնում ենք ջեռոցի մեջ։ Կհանդիպենք 1 ժամից։ Ուղիղ 1 ժամ անցավ, կարծում եմ արդեն կարտոֆիլները պատրաստ են։
Վերջապես եկավ հսկայական կարտոֆիլները լցոնելու ժամանակը։ Գնացինք։ Այսպես կտրում ենք։ Այս ինչ տակա։ Կարտոֆիլի մի փոքր տարօրինակ տեսակ է, դրա համար չի լինում ճզմել։ Դրա փոխարեն այսպես կտրատում եմ ներսում։ Ինչպես տեսնում եք, այս մի կարտոֆիլը այդքան լավ չի եփվել ու բավականին պինդ է, բայց խնդրում եմ այս մեկը նայեք, արդեն պյուրե է ներսում։ Մի փոքր ենք մարացնում ու արդեն լցոնենք մեր կարտոֆիլը։ Ավելացնում ենք աղ, ավելացնում ենք մացառելա պանիր, ավելացնում ենք եգիպտացորեն, ավելացնում ենք ոլոր, կտրատում ենք զեյթունը, ավելացնում ենք զեյթունը այստեղ։ Դե ինչ մեր լցոնած կարտոֆիլը պատրաստ է, գնանք փորձելու։ Վերջապես եկավ վերջին ուտելիքը փորձարկելու ժամանակը։ Լցոնած կարտոֆիլ, մի հատ խնդրում եմ ստեղ նայեք ինչ բոմբա ա եղել։ Օրո, պանիրը հələ դզեց։ Ձել եմ լցնում։ Եկավ փորձելու ժամանակը։ Օրո, շատ համով է։ Կարելի է հաճախակի սարքել, ահա որ դուրս եկավ։ Շատ համով է։ Իսկապես իդեալական։ Ես ինչ կարգի հպարտեմ այսօր ինձանով, արա մեկը մեկից համով է ստացվում։ Մի արա։ Սենց է ձևը։ Ձևը տենց չի։ Գնահատական եմ պահանջում շուտ, ինչքան ես տալիս։ 10-ից 1։ 10-ից 1 ռաֆ, ուղղտուրա։ 10-ից 10 պետք է ասեի։ Ուրիշ ինչ կարող լիներ, եթե ոչ 10-ից 10։ Ընդհանուր թվով այսօր հավաքեցի 38 միավոր Ռաֆոյի կողմից։ Այդ ռեակցիա չկա։ Հասկացա քեզ։ Դա նշանակում է, որ զզվելի դեզերտը, որը Ռաֆոն պետքա պատրաստեր, չեմ ուտելու։ Ինչ ես անում։ Չան hamanաս Ռաֆո։ Յախ, կարա դեմքիս եկավ քսես։ Արի ասեմ։ Արի մոտիկ։ Դու արի, չէ՞։ Այսպես կարտոֆիլը մաժում ենք ձեռի վրա։ Արա էլի ապուժացել ես։ Յախ, կարա։ Դեմք, սորեիս ինչ է դեմքիս վիճակը։ Ուսով եմ վայելեցիք այս վիդեոն սկզբից մինչև վերջ 24 ժամում դառնի խորար։ Այս վիդեոյի տակ հավաքում ենք 30,000 լայք եւ խոստանում եմ, որ այս վիդեոյի երրորդ մասը դուրս կգա։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը։ Ցտեսություն։ Ապրես։ Эх, կարա, յախ։